Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պաշտոնական այցով Բաքվում է, կայացել է նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ այցի մասին կարծես նախապես հայտարարված չէր։ Իրականում դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Մասուդ Փեզեշքյանին Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականացուն դարձնելու համար մոտ գրեթե 9 ամիս պահանջվեց։ Վերջին անգամ Իրանի նախագահ Բաքու էր այցելել անցած տարվա մայիսին, դա Էբրահիմ Ռայիսին էր եւ հիշում ես յետադարձի ճանապարհին նրա ուղղաթիռը դեռևս մինչ օրս մինչև վերջ չհետաքննած պայմաններում կործանվել էր եւ մինչ օրս դեռ հարցեր կան եւ այդ հարցերից մի քանիսը կապված է նրա հետ թե ինչ դեր է ունեցել այս ամենում Ադրբեջանը։ Ինչևէ, հայտնի էր, որ Ռայիսին պատրաստվում էր նաեւ Երևան մեկնել, իսկ այն մասին թե արդյոք Փեզեշքյանը գալու է Երևան, որևէ պաշտոնական համենայն դեպս տեղեկություն մինչ օրս չկա։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների այդպիսի այցը իսկապես ծրագրվում է։ Արտյոմ, այցը տեղի ունենում այն ժամանակ, երբ Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները դժվարին փուլում են, գոնե թե բարեկամական չես անվանի այդ հարաբերությունները։ Առնվազն մեղմ ասած, Փեզեշքյանը այցից առաջ հայտարարել էր, որ իր այս այցը նոր էջ է բացելու Իրանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, իսկ այդ հարաբերություններում լարվածությունը ել ավելի էր աճել Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունում նախանցած տարվա հունվարին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, երբ էթնիկ մի ադրբեջանցի հարձակում էր կատարել դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցների վրա, արդյունքում եղավ 1 զոհ, մի քանի վիրավոր։ Դրանից հետո Ադրբեջանը պարզապես օգտագործեց այդ առիթը դեսպանությունը փակելու, դիվանագիտական դեմարշներ կազմակերպելու համար։ Իրականում դա ընդամենը պատրվակ էր, որը օգտագործել էր Ադրբեջանը, իսկ իրական պատճառն այն էր, որ Իրանը շատ հստակ էր դրել իր մոտեցումը այն հարցում, որ Ադրբեջանի պահանջները ուղղված Հայաստանին, կապված այդ Սյունիքի տարածքով սուվերեն միջանցքի, անհիմն են եւ հակասում են Իրանի պետական շահերին։ Անգամ այդ զորավարժությունների շարքից հետո հարաբերությունները կտրուկ վարդարացել էին եւ անգամ ուժային բախման վտանգ էր առաջացել։ Անցած տարվա ամռանը հուլիսին որոշ ջերմացում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իրանում ցմահ ազատազրկման դատապարտեցին այն ադրբեջանցի ոճրագործին, որը հարձակումն էր կատարել, բայց չէին շտապում իրականացնել մահապատժի այդ դատավճիռը։ Իլհամ Ալիևը մի քանի օր առաջ անդրադարձել էր այդ խնդրին, հայտարարելով, որ Իրանի եւ Ադրբեջանի միջև վերջնական հարաբերությունների բարելավումը կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ ահաբեկիչը պատժվի։ Եվ ահա երեք հայտնի դարձավ, որ ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մահապատիժը ի կատարածվի եւ ամենայն հավանականությամբ մոտ օրերի ընթացքում Յասին Հուսեյնզադեն, այդ ահաբեկիչը իսկապես կիրականացվի նրա հանդեպ մահապատժի վճիռը։ Բաքվում հույսեր են կապում, որ Իրանի նոր նախագահ ադրբեջանցի է, այդ հույսերն արդարանում են։ Մասուդ Փեզեշքյանը իսկապես էթնիկ ադրբեջանցի է, երբեք չի թաքցրել եւ անգամ տանը իր զավակների հետ ադրբեջաներեն է խոսում եւ դա Բաքվում որոշ այսպես անհիմն հույսերի հիմք էր դա դարձել։ Ադրբեջանի իշխանամետ մամուլը գրում էր այն մասին, որ քանի որ ադրբեջանցի է ընտրվել Իրանի նախագահ, դա զգալիորեն կօգնի Թեհրանի հետ հարաբերությունների բարելավման հարցում։ Իհարկե այս հույսերը անհիմն էին, քանի որ Փեզեշքյանի համար առաջնահերթ են ոչ թե նրա էթնիկ ծագման հետ կապված նկատառումները, այլ պետական շահը, որը ակնթայտորեն հակասում է Ադրբեջանի շահին։ Եվ այս այցից մի քանի օր առաջ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փեզեշքյանը մի քանի շատ կարևոր ազդակ էր ուղղել Ադրբեջանի իշխանություններին։ Դրանցից մեկը հետևյալն է, որ Իրանը այսուհետ եւս շարունակելու է պաշտպանել Հայաստանի օրինական իրավունքները, մեջբերև նրա խոսքերը։ Մեր ու Ադրբեջանի միջև թշնամանք չկա, մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները, ինչպես եւ պաշտպանում ենք Հայաստանին իր օրինական իրավունքների շրջանակներում։ Սա բառացիորեն մեջբերում էր։ Երկրորդ ազդակն կապված այն բանի հետ, որ Իրանը չի հանդուրժի ոչ մի միջանցք Հայաստանի տարածքով։ Մեջբերեմ նրա խոսքն, այսինքն ոչ թե մեջբերեմ, նկարագրեմ։ Նա ասել է, որ Իրանը իր կողմից շատ շուտով կիրականացնի
այն միջանցքը, որը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ Իրանի տարածքով եւ այստեղ ոչինչ չի խանգարի Ադրբեջանին օգտվել այս տրանսպորտային խողովակից։ Այսինքն սա զգուշացում է Ադրբեջանին, որ եթե դուք իսկապես տրանսպորտային ուղի եք ցանկանում, ապա այդ ուղին մենք ձեզ կտրամադրենք եւ Հայաստանը դրա հետ որևէ կապ չունի։ Իսկ եթե ձեր ուզածը այլ բան է, ապա այստեղ արդեն գործ պետք է ունենաք Իրանի հետ, քանի որ Իրանի ազգային շահերին դա ակնհայտորեն հակասում է։ Արտем, ինչ է հայտնի բանակցությունների թեմաների մասին։ Փեզեշկյանը շատ ներկայացչական պատվիրակության ուղեկցությամբ է Բաքու մեկնել, 120 հոգի ուրեմն դիվանագետ, գործարար, պաշտոնյա է նրան ուղեկցում, այդ թվում նախարարներ եւ հյուսիսային նահանգների նահանգապետեր։ Բանակցությունները Բաքվում տեղի ունեցան նախ նեղ կազմով, այնուհետ ընդլայնված կազմով, մի շարք փաստաթղթերը ստորագրվեցին ոչ այդքան կարևոր։ Կարծում եմ գլխավոր թեման Փեզեշքյան Ալիև բանակցությունների իհարկե Իրանի եւ Իսրայելի միջև առճակատումն է եւ այս առճակատման հարցում Ադրբեջանի դերն է, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի գործողությունը, եթե Իսրայելի եւ Իրանի միջև առճակատումը ուժային ֆազայի հասնի։ Եվ պատահական չէ, որ այս այցից հաշված օրեր անց, իսկ ավելի կոնկրետ մայիսի 8-ին Բաքու է ժամանելու Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն եւ մնալու է Բաքվում 3 օր։ Այսինքն դա եւս վկայում է այն մասին, որ այս երկու այցերը այսպես կապակցված են եւ Ադրբեջանը այստեղ որոշակի բավական մեծ դեր ունի։ Մյուս կարևորագույն թեման դա այն տրանսպորտային նախագծերն են, որոնք կապում են Իրանը Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով եւ նաեւ էներգետիկ նախագծերը։ Դա վերաբերվում է Ադրբեջանի տարածքով Իրանի եւ Ռուսաստանի միջև գազային փոխանակումների գործարքին եւ ռեշտ Աստարա երկաթգծային նախագծին, որը վաղուց արդեն չեն կարողանում իրականություն դարձնել ռուսներն ու ադրբեջանցիները, քանի որ Իրանը չի ձգտում զարկ տա, այսինքն առաջ տանել այս նախագիծը։ Եվ իհարկե կասկած չունեմ, որ այս բանակցություններում շոշափվել է նաև հայկական թեման, մասնավորապես այն նախագիծը, որը Բաքվում Զանգեզուրի միջանցք են կոչում, եւ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի կնքման հարցը, որը եւս վերաբերվում է ուղղակիորեն Իրանի շահերին։ Շնորհակալություն, Արտем։